Թրամփի համբերությունը մի օր կսպառվի, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը։ Ըստ Ռուբիոյի Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև հակամարտությունը կարող է լուծվել միայն բանակցությունների միջոցով, եւ ԱՄՆ-ն միակ երկիրն է, որը կարող է արագացնել խաղաղության գործընթացը։ Եթե մենք հրաժարվենք այդ դերից, ոչ ոք չի կարող այն կատարել, ասել է պետքարտուղարն ու հավելել. Կարծում եմ, որ նախագահի համբերությունը անսահման է, ոչ, չեմ կարծում, բայց ես չեմ պատրաստվում կանխատեսել, թե երբ այն կսպառվի։ Զելենսկու հետ հեռախոսազրույցում Թրամփը ասել է, որ ցանկանում է հնարավորինս շուտ խաղաղության համաձայնագրի հասնել, հաղորդում է Axios-ը, հղում անելով հեռախոսազանգի մանրամասներին ծանոթ երկու աղբյուրների։ Զելենսկին հույս հայտնել, որ պատերազմը կավարտվի այս տարի, ինչին Թրամփը պատասխանել է, որ պատերազմը չափազանց երկար է տևել եւ ցանկություն է հայտնել, որ այն ավարտվի 1 ամսվա ընթացքում։ Իրանը պատրաստ է շարունակել միջուկային բանակցությունները նահանգների հետ այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է, ասել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը։ Մեր պատվիրակությունը, ինչպես անցյալ անգամ, այստեղ է եկել լիակատար պատրաստվածությամբ։ Մենք այս գործընթացում ցուցադրել ենք մեր լուրջ մոտեցումը։ Մենք պատրաստ ենք շարունակել բանակցությունները այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է։ Իրանը եւ նահանգները դրական են արձագանքել Ժնևում կայացած հանդիպմանը միմյանց ներկայացված Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը կարգավորելու մի քանի առաջարկներին, հայտնել է ԻԼԻՊ-ը, հղում անելով բանակցություններում միջնորդող Օմանի ներկայացուցիչներին։ Իրանը ամերիկյան խորհրդակցություններին մասնակցել է նաեւ ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենը։